Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ես այսօր նայեցի երկրորդ նախկարող Քոչարյանի արտադրույցը մեկին Պետրոս Ղազարյանի հետ եւ ուզում եմ այնտեղ հնչեցված մի շատ կարեւոր թեմայի շուրջ որոշ մեկնաբանություններ անել, բայց մինչ այդ շատ արագ ուզում եմ մի ընդհանուր դիտարկում անեմ հետևյալի մասին, վստահ եմ ովքեր որ նայել են եւ ովքեր չեն նայել, ես խորհուրդ կտամ որ անպայման նայեն, նկատեցին, որ Քոչարյանը այդ ամբողջ հարցազրույցի ընթացքում, որը բավական երկար էր, որևէ դեմագոգիա չարեց, որևէ մանիպուլյացիա չարեց, դա իրոք կարծում եմ, որ շատ հատկանշական է եւ դա Քոչարյանի էությունն է, եթե նրա հրաշավին հետևում եք, նույնը ելույթներում է Քոչարյանը երբ խոսում է անցյալի մասին, ներկայացնում է անինչ իսկապես եղել է, երբ ապագայի մասին է խոսում է այնինչ հնարավոր է, որևէ դեմագոգիա չկա, մանիպուլյացիա չկա, եւ այս մեկի հարցազրույցը իրոք Քոչարյանի երևի միակ հնարավորությունն էր այդ մեծ ամբողջ հանրապետության մաշրաբով արդեն լսարան ունենալու եւ նույնիսկ այդ հնարավորությունը որևէ ցերով չօգտագործեց իրեք դեմագոգիայով զբաղվելու եւ իրոք սա Քոչարյանի էությունն է ես Մուդովի գնացի հետ երբ 10 տարի որպես արտաքին գործերի նախարար ես աշխատել եմ Քոչարյանի հետ նույնը եղել է այդ ժամանակ սկզբունքային այո է ոչ է որևէ դեմագոգիա չի եղել ես հիշում եմ աջախ Քոչարյանի մոտ քննարկում էր լինում իր հնարավոր ինչ-որ միջազգային ատյաններում ելույթների բովանդակության մասին, երբ առաջարկություն էր լինում որոշ թեմատիկա, որը ներկայացվի դիվանագիտական, հետաքրքրական ձևակերպումներով, մի քիչ ծաղկեցված, ուղղակի կատեգորիկ մերժում էր, չէր ընդունում, նույնիսկ դրա ակնհայտ երևացող այդ հեռանկարը, որ Հայաստանը այդ ուղղությամբ էր գնում, նա մերժում էր դրա մասին խոսել եւ ասում էր պետք է խոսել դրա մասին միայն երբ դա 100%-ով իրականություն է դառնում։ Դա իրոք մարդու էությունն է, դեմագոգիա չկա, մանիպուլյացիա չկա, սուտ խոստումներ չկան, եւ սա իրոք բարձրագույն արժանիք է բոլոր անհատների համար, հատկապես ղեկավարի համար։ Սա առերևույթ իմ ուրեմն ընդհանուր դիտարկումը։ Հիմա բովանդակային մասով այնտեղ նայեք մի շատ կարևոր ազգային հաղորդակցության վերաբերող թեմա էր քննարկվում Պետրոսը թվեր ներկայացրեց Հայաստան-Ադրբեջան ռազմական հավասարակշռության մասին, ասելով, որ Քոչարյանի ժամանակ այդ հավասարակշռությունը արդեն խախտվել էր եւ այնպիսի թվեր ներկայացնում, որ մեծապես էր խախտվել։ Գիտեք, դա բացարձակ իրականության չի համապատասխանում, չգիտեմ Պետրոսին ինչ թվեր են տվել, բայց սա այն հարցն է, որ ես լավ եմ դիրապետում եւ կարող եմ ասել հետեւյալն, հավասարակշռությունը բնականաբար չէր խախտվել, ճիշտ հակառակը Քոչարյանը այդ ամբողջ 10 տարիների ընթացքում Հայաստան-Արցախ միասին առավելություն են ունեցել Ադրբեջանի նկատմամբ։ Այդ օրերին գործում էր Եվրոպայում սովորական սպառազինությունների կոնվենցիան, որին Հայաստանը նույնպես միացել էր 92 թվականին եւ այնտեղ շատ հստակ քոթաներ կար Հայաստանի եւ Ադրբեջանի համար բոլոր զինատեսակների մասով, տանկեր, հիշում եմ 220, հրետանին 285, այլ տեսակ ռազմատեխնիկա 220, ավիացիա ուղղաթիռներ 100 թե 150 եւ այսպիսի հստակ քոթաներ կար եւ Հայաստանն ու Ադրբեջանը եւ բոլոր մյուս անդամ երկրները ցանկացած երկրի նկատմամբ դա կարելի էր կիրառել իրավունք ունեին դարի մի անգամ պահանջել ինսպեկցիա այդ երկրի նկատմամբ եւ ՀՀԿ-ն ուղարկում էր մասնակիցների խումբ ըստուկումներ անցկացնելու եւ դա մենք հետեւականորեն
ամեն տարի անում էինք ուղղակի վստահ լինելու համար Ադրբեջանը որևէ ձևով չի գերազանցում նախ իրենց քոթաները եւ երկրորդ իմանալու համար թե արդյոք մենք կարողանում ենք այդ հավասարակշռությունը Ադրբեջանի հետ պահել։ Նույն Ադրբեջանն էր անում, ամեն տարի ագետ գալիս էին, այցելում էին բոլոր մեր ռազմական կենտրոնները, գիտեին որ տեխնիկան որտեղ է տեղավորված եւ այդ թվերը փոխադարձաբար ներկայացում են կողմերին։ Սրանից որ կոնկրետ այդ թվերը կան, ես քոթաները ասեցի եւ կարող եմ նաեւ հենց 2008 թվականի Քոչարյանի վերջի տարվա ԵԱԳ-ի ուրեմն ներկայացրած թվերը ասել, ես այստեղ հանել եմ, ուղղակի որ կոնկրետ թվեր ասեմ, ուրեմն տանկերի մասով Հայաստանը 170 է գրանցվել, Ադրբեջանը 220 է գրանցվել տանկերի մասով 50 տարբերություն, բայց գրկնեմ, սա Հայաստանի տարածք եւ Ադրբեջանի տարածքի մասին է խոսքը, այստեղ Արցախում եկող զրահատեխնիկան չի հաշվարկվել, ինչպես Քոչարյանը ասեց, մեր ռազմատեխնիկայի մի կարևոր մասը Արցախում էր, այնպես որ այդ 50 տարբերությունը Արցախի տանկերով ծածկում է եւ այդ հավասարակշռությունը պահպանվում է։ Տարբեր տեսակի ռազմատեխնիկաներին ասում է երկու կողմերը հավասար, նույնը հրետանի մասով է ասում, որ հավասար են եղել, սա 2008 թվականի մասին է, ավիացիայի մասով ասում է սահմանափակ թիվ չի տալիս ուղղակի, միակ տարբերությունը, որ եղել է, ես այստեղ տեսնում եմ, ռազմական բյուջեի տարբերությունն է, որ Ադրբեջանը շատ ավելի փող է ծախսել, քան Հայաստանը, եւ դա իհարկե այդպես է, որտեղ Հայաստանը ռազմատեխնիկա ձեռքբերում շատ ավելի հարմար գներով, նույնիսկ կարող եմ ասել, որ հաճախ այդ ռազմատեխնիկայի համար չէր վճարում, սրանից որ այդ բյուջեի թվի տարբերությունը նույնիսկ էական որևէ տարբերություն չէր կարող ունենալ։ Այնպես որ սա ԵԱՀԳ թվեր են, ցանկացած կարող եք մտնել եւ ստուգել, այնպես որ Վեդրոսի տված թվերը իսկապես իրականության հետ փոխանցած կապ չեն։ Ես ավելին ասեմ, Քոչարյանը հետևական էր եւ ամբողջ մեր նախարարության թիմը, նույնը վարչության նախարարությունը, որ այս բալանսը հանգարց չխախտվի, որտեղ մենք լավ գիտակցում էինք, որ դիվանագիտության արդյունավետության համար այս բալանսի գոյությունը ուղղակի անհրաժեշտություն է, որովհետեւ մենք կարողանանք արդյունավետ դիվանագիտություն բարել։ Ոչ միայն ռազմադեսակների առումով բալանսեր բաղավ, այլ նաեւ թիրքային, ես լավ հիշում եմ ազգային անվտանգության խորհրդի հանդիպումներում, որպես արտգործնախարար մասնակցում էի, երբ շտաբի վեդը պաշտպանության նախարարը զեկուցում էին, որ ինչ որ մի դեղում Ադրբեջանը ինչ որ նվատագոտ դեղաշարժ է արել, առաջ է եկել 10 մետր, 20 մետր, նույնիսկ դա չէր հանդուրժվում։ Քոչարյանը ուղղակի խնդիր էր դնում, որ նրանց հետ մտնել բանակցությունների մեջ, խնդրել հետ վերադառնան, եթե չէին անում, Հայաստանն էր ինչ որ դեղաշարժ անում, որովհետեւ այդ սիմետրիկ իրավիճակը չխախտվի եւ նույնիսկ թիրքային որևէ առավելություն Ադրբեջանի կողմից չունենա։ Եվ իրոք այդ տարիներին դրա այդ ոլորի, որ ինչ որ ասում եմ, ապացույցը հենց բանի մեջ է, արդյունքների մեջ է, 10 տարիները Քոչարյանի շրջանին Հայաստանի ամեն խաղաղ տարիներն են եղել, այլ կասկած չկա, որևէ նույնիսկ մի օրյա պատերազմ չի եղել, այո, փոքր հրացություններ եղել են, զոհերի թիվը նվազագույն է եղել, եւ մենք բանակցային շատ լուրջ առաջընթաց ենք արձանագրել։ Այնպես որ Վեդրոսի այդ թվերը չգիտեմ որտեղից ավելացրել, եւ Մարկ Թվեյնը մի շատ հետաքրքրական խոսք ունի, ասում է ժամացույցի 13-րդ զանգը ոչ միայն 13-րդ ժամի գիշերվա այդ ժամի վրա է կասկած գցում, այլ բոլոր նախորդ ժամերին, չէ՞, եթե դու ժամացույց ունես գիշերը 12-ից, դեսնես որ 13 զանգ տվեց, արդեն կասկածում ես ոչ միայն կոնկրետ եթե ժամը հիմա 12 է, այլ կասկածում ես բոլոր նախորդ ժամերի։ Սրանից որ այս ակնհայտ սխալ ներկայացումը թվերի, ինձ հուշում է, որ այդ մույս թվերը դպրոց, ուսուցիչներ եւ այլն աշխատատեղեր որտեղ ներկայացում էր, նույնպես ես կարծում եմ, որ կարող են լուրջ կասկածի տեղիք տալ։ Ինչ որ իմ խնդիրը հիմա դա չի, ավելի մասնագիտական առումով ասեմ, այս իրոք հարցակցությունը ռազմական ուժեղ դիվանագիտությունը մեզ լուրջ հաջողություններ բերել, մենք ցերկ ենք ցկել
2007-ի թեքտեմպեր են Քոչարյանի շրջանի ավարտից նախքանությունից ամենը 1-2 ամիս առաջ, որտեղ առաջի անգամ գնալով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ամրագրվել է փաստաթղթում առաջի անգամ նիստի խմբի 3 համախկաների կողմից ներկայացված որպես լավագույն տարբերակարգի լուծման եւ Ադրբեջանը դա ընդունել է որպես բանակցային հիմք։ Սա իսկապես մեծ հաջողություն էր դիվանագիտական։ Ես համոզված եմ, եթե Քոչարյանը 2 տարի էլ ժամանակ ունենար, իսկապես շատ բարեհաջող ավարտ կլիներ այս բոլոր բանակցություններին։ Ցավալին գիտեք որն է, որ 2018-19 թվականներին նույն հնարավորություն ուներ Փաշինյանը։ Դրա բացույց 2019 թվականին իրեն ներկայացված արդեն նոր փաստաթուղթը, որը հիմնված էր հենց այս սկզբունքների վրա։ Փաշինյանը իրոք հնարավորություն ուներ իր բարձր ռեյտինգով 90% աջակցությամբ, լեգիտիմությամբ հարցը խաղաղ ճանապարհով լուծեր եւ այսօր մենք կունենայինք Ղարաբաղ, Լաչինով 120,000 բնակչությամբ եւ նաեւ խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ։ Փաշինյանը թող ընդունի այդ արիտը ինքը գործրել է, որտեղ ինքը չի իմացել ինչ է անում եւ զրոյական գետից է սկսել։ Սա է եղել մեծ արհավիրքը, որ իսկապես մեր ժողովրդի գլխին եկել է։ Նայեք, շուտով ընտրություններ են ամսի 7-ին, գնացեք ընտրության, հավաքական ընդդիմությունը եթե հետևում եք նրանց, իրոք հնարավորություն ունի միանշանակորեն կառավարություն կազմելու նրանց ծրագրերը եւ արտաքին քաղաքականության, եւ տնտեսական զարգացման, եւ ներքին կայունության, միասնության, այդ բոլոր առումներով իսկապես ազգային ծրագրեր են նրանց համախումբ կառավարությունը։ Ես համոզված եմ, որ այս խնդիրների լուծումները ավագամեր սպառնալիքները կգասեցնի եւ մենք կարողանանք իսկապես Հայաստանը դնել զարգացման ճիշտ ճանապարհի վրա։ Գնացեք ընտրության եւ արեք ճիշտ ընտրություն հավաքական ընդդիմությունից որևէ մեկին ցույց տալով։